Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 29-ն է, երկուշաբթի, եւ մենք փորձենք հասկանալ ամենակարևոր իրադարձության պատճառներն ու հետևանքները։ Ես միջև օրվա նորություններին անցնել ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ դուք կարող եք հետևել նաեւ մեզ Patreon-ում, որի լինքը կա ներքևում, եւ ովքեր ցանկանում են մեկ անգամյա իրենց նվիրատվությունով օգնել ալիքին, բոլոր հնարավոր տարբերակները կա ներքևում։ Եվ այսպես հաղորդումը ուզում սկսեմ Մարկոս Ավրելիուսի շատ հետաքրքիր խոսքով, որն ասում է. Եթե դու տեսնեիր մարդկային ենթադրություններն ու հետաքրքրությունները ինչպիսի աղբյուրից են դուրս գալիս, դու գուցե դադարեիր ձգտել արժանանալ նրանց վերաբերմունքին, գովասանքին։ Սա շատ կարևոր դիտարկում է։ Միջև մենք ձգտենք ստանալ որևէ մեկի գովասանքը կամ լավ վերաբերմունքը, ված չի լինի ծանոթանալ, թե նրա վերաբերմունքը, ընդհանրապես կարծիքները ինչպիսի աղբյուրներից են ձևավորվում։ Սա շատ օգնում է դիմանալ այն քննադատություններին եւ հարձակումներին, որոնք այսօր կան նորմալ մարդկանց վրա։ Շատ հաճախ ինչ եմ սա անպայման ուզում որ դուք իմանաք, որտեղ շատ հաճախ ես եւ ցանկացած մեզանից մեկը, որը ակտիվ է քաղաքական հասարակական կյանքում, լսում է քննադատական խոսքեր մեղմ ասած, հա, կամ ոչ հաճելի բառեր գրվում իր հասցեին կամ ասվում է։ Երբ որ դու բացում ես մարդու էջը կամ նայում ես իր գրածի բովանդակությունը, որ հասկանում ես այն աղբյուրից, որ ինքը սնվել է, այն աղբյուրը, որ ձևավորել է իր ամբողջ գեղագիտական եւ մտավոր դաշտը, հազիվ էլ ձգեր այդքանին։ Եվ բնականաբար ինքը չէ կարող հասկանալ քո արածը, քո ասածը եւ ինչ պահանջես այդ մարդուց։ Այնպես որ միշտ հիշեք սրա մասին։ Միջև կձգտեք ինչ որ մեկի վերաբերմունքին արժանանալու այս process-ը, այդ հասկացեք ինքը ընդհանրապես ունի որակներ գնահատական տալու, թե ոչ։ Եվ այսպես Իսրայելում այսօր կատարվել է պատմական փաստ։ Ես մեզ ուզում եմ լսենք, ձեն ուզում անդրադեմ, որովհետև հիբրու մենք ոչ մեկս չենք հասկանում, կլսենք ուղղակի, որ Իսրայելում բավարարվել է Քնեսետի կողմից նախագիծը, որը վերաբերում է հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այսօր ես մի փոքրիկ ռոլիկ թողել եմ, փոքրիկ վիդեո կարճ, որտեղ ցիտեցի հիմնական ռուսախոս հրեաները ինչ են ասում սրա մասին։ Բացի հիմնական աղբյուրները կարդալով, ես միշտ լսում նաև ռուսախոսները ինչ են ասում այդ մասին, որտեղ ռուսախոս հրեաները շատ լավ ծանոթ են մեր պատմությանը։ Ի տարբերություն հրեաների, որոնց ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում, բացի իրենց Տալմուդը, մեկ է բիզնեսը։ Բայց Ռուսաստանից գնացած ռուսախոս հրեաները իհարկե բավականին խորքային պատմություն ունեն ցեղասպանության եւ հայ ազգի մասին։ Եվ այդտեղ իրենց կարծիքները շատ լայնորեն տարբերվում է։ Ինչն է հետաքրքիր, որ այս նախագիծը վաղուց եղել է Քնեսետում եւ խոսացում էին նախկին պատգամավորների, որոնք երկար ժամանակ զբաղվել են այս հարցով, նրանք հավատացել են դեմոկրատիայի ուժին եւ միշտ ասում եմ մենք ամեն տարի համարյա բերում էինք այս հարցը, որ ամոթ է աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը որպես առաջի ցեղասպանություն, մենք որպես ցեղասպանած ազգ sense մի տեսակ կողք ենք դնում։ Ինքն է պատմում միշտ լսել է նույն բանը, նաև Նետանյահուից, երբ որ այն ժամանակ ինքը նույնիսկ պրեմիեր մինիստր չէր, բայց քաղաքական ակտիվ դեմք էր, որ միշտ ապի դրա ժամանակը չի, մենք ունենք հարաբերություններ Թուրքիայի հետ, Ամերիկայի հետ, այս պահին պետք չի դա բզբզալ, հա, մի խոսքով, ու այսօր իրենց համար էլ անակնկալ, իրենք չեն առաջարկել, առաջարկել է այլ մարդ, այլ կուսակցությունից, որոնք իրենց համար էլ նույնիսկ անակնկալ, թե ինչու։ Եվ իրենք խոսում էին նաև այս հոդվածի մեջ մի շատ կարևոր կետի մասին, որ ոչ միայն ճանաչվում է հայոց ցեղասպանությունը որպես արդեն հանցագործություն Քնեսետի մակարդակով, իրենք հիշեցնում են, ճիշտ է Նետանյահուն ասեց խոսքի մեջ, հիշեցնում են, այն կիսահայ, կիսաասորի լրագրողի ժամանակ հիշում եք, հարցազրույցի ժամանակ հիշեցին դե դրվագը, ասեցին դե գիտես ինչ, իմիջիալոց հաղորդման վերջում ասեց, դա այո ասեց, ոնց որ ասենք Նիկոլ Փաշինյանն ասել է Արցախը, ես իմ ասում եմ ասել էլի, Արցախը Ադրբեջանը, ասել է, բայց դատակ ոչ մի բան չկա,
չկա խորհրդարանի հաստատված նախագիծ եւ այլն եւ այլն։ Ասեց գնաց։ Հա, եւ որ սա իրոք սա արդեն ծանրակշիռ բան է։ Ու բացի դատապարտումից կա մի շատ կարևոր հոդված, որ հայկական մամուլում չի քննարկվում ընդհանրապես։ Դա ժխտողականությունը դատապարտելն է։ Ժխտողականությունը, այսինքն եթե վաղը ցանկացած հայ կառավարությունից, հա, ժխտի եւ դեմ հանդերձ գա դրան, դատապարտվում է բանի օրենքներով, Իսրայելի օրենքներով։ Ինձ ասեցին, որ արդեն այսօր Արեն Սիմոնյանը ինչ որ սկսել է բողոքել այդ մասով, ես չգտա ոչ մի նյութ, ճիշտ ասած, դա չեմ կարող անդրադառնալ դրան, չեմ կարող ցիտել, որովհետև չգիտեմ կոնտեքստը, բառերը իսկ ավելորդ բառեր չստուգված ես երբեք չեմ ասում։ Կսպասենք, գուցե ինքը սկսի պաշտոնական հայտարարություններ անել եւ այն ժամանակ մենք հղումը կտանք, որ գիտես ինչ, դա նույնիսկ հերքումը ցեղասպանության եւ Լեմկինի ինստիտուտի կողմից, հա, եւ առնվազն Իսրայելի կնեսետի բանազերելով, էլ չեմ ասում Ֆրանսիայի նույն օրենք ընդունված, որ ժխտողականությունը դա նույնպես դատապարտվում է։ Սա շատ անհարմար ու հիմար վիճակ է դնելու Հայաստանի կառավարությանը։ Ինչու՞։ Որովհետև ինքը մի արձագանք պետք է տա։ Ինքը չի կարող լռի։ Լռեց, երկու դա լռել է։ Հայտարարության մասին, որ նախագիծա պատրաստվում, ձայն չկա, ընդունվել է, ձայն չկա։ Հիմա այսօր արդեն երկուշաբթի է մեր մոտ արդեն առավոտ Երևանում եւ ԱԳՆ-ն կամ ասեն կառավարությունը ինչ որ մի բան պետք է ասի այս մասով։ Ինչ շատ հետաքրքիր է։ Ինչ է ասելու։ Համարձակվելու է դա կոչի ցեղասպանություն, թե պետք է մեծ եղերն ասի։ Հա? Ցեղասպանությունը ասում Իսրայելի ղեկավարությունը, Կնեսետը, խորհրդարանը եւ ինչ պետք է ասի Նիկոլ Փաշինյանը կամ չգիտեմ Դավիթ Միրզոյանն խոսալ ով, ինչ պետք է ասի ցեղասպանություն։ Իդեպ ներողություն, մեծ եղեր, իդեպ ուշադրություն դարձրեք, սիրելի հետևորդներ ջան, որ քաղաքական ճակերտով եմ ասում, գործիք կամ պրոպագանդիստ կօգտագործի մեծ եղերն, նա նշանակում է թուրքական գործակալ։ Նա նշանակում է նույն կաբինետի աշխատողը։ Ցեղասպանության փոխարեն ով կօգտագործի մեծ եղեր բառը կխուսափի ցեղասպանությունից, դուք ձեր արժե տեսնում եք թուրքական ազդեցության գործակալի։ Հիմա նա ուղիղ Փաշինյան Նիկոլիցա փողը ստանում, թե Էրդողանը տալիս է Փաշինյան Նիկոլին ինքն է տալիս, թե Ալիևն է տալիս ինչ որ մեկին ինքն է տալիս, ընդհանրապես թե կապ չունի։ Ստեղ կարևորը գործն է հանգամանքը, որ դա ասվում է ցեղասպանության փոխարեն մեծ եղեր։ Որը չհարցնեք, սա ով է, մարդա թե կենդանի, ասենք էլի, հողաթափիկ ինֆուզորիա է, թե մարդա։ Լսեք ինքը ինչ է խոսում։ Եթե ասում է ցեղասպանություն, նշանակում է մարդա։ Եթե ասում է մեծ եղեր, ուրեմն այդ հիմնարկի աշխատող կամ են հայտնի կենդանիներից միաբջիջ։ Սա ասենց երրորդ կարևոր բանը, որ ակտիվացել է անհարգի անիմաստ Ադրբեջանը եւ սկսել արդեն բողոքի նոտաներ ուղարկել, որին հрьяաները տվել են շատ դիպուկ հրեավարի պատասխան, շատ, ընդ որում այս ռուսերեն ոդկասթը ես պատկերացնում եմ հիմա ոնց է տարածում Ադրբեջան, որովհետև այն ինչ որ կգրվի հրեական թերթերում եբրայերեն բան, գուցե թարգմանվի, գուցե չթարգմանվի, բայց YouTube-ի ռուսերեն հաղորդումները նայում են Ադրբեջանում եւ ռուսերենով պարզ ասեցին, ճիշտ ասած մեր համար հասկանալի չի Ադրբեջանը, ինչու է խառնվել այս հարցում եւ ինչի երևանված զգում։ Եվ երբեմն շատ ավելի ցավոտ արձագանքում, քան այս Թուրքիան։ Մինչդեռ դեպքերը տեղի են ունեցել 1915 թվականին, երբ Ադրբեջան նույնիսկ գոյություն չուներ։ Սա sense պատասխան հորիներ նույնիսկ է, պետք է լինել հանճարեղ դիվանագետ, որ sense պատասխան հորիներ եւ պատասխանելու իմաստով եւ նվաստացնելու իմաստով, թե դու ընդհանրապես ով ես, որ ընկել ես մեջտեղ, ինչես ընկել ոտքի տակ, երիտասարդ, մանկիկ, երկու ժողովուրդ, հին ժողովուրդ քննարկում են ցեղասպանություն, հայերն ու հրեաները։ Այո, որպես պետություն Իսրայելը շատ երիտասարդ, ավելի երիտասարդ, քան Ադրբեջանն է, բայց երկու ժողովուրդ քննարկում են ցեղասպանությունը։ Ով ես դու։ Դու ընդհանրապես իրագործողն ես։ Եվ ես սպասում եմ այս հաղորդմանը
արձագանք ինչ պետք է լինի Ալիևի կողմից, նա պետք է ինչ հարձակվի Իսրայելի վրա, ասի հələ մի վարքյան, մենք որ կայինք Հայաստանը չկար, կամ մենք որ կայինք դու չկայիր, կամ դու ավելի երիտասարդ ես, քան մենք, ես չգիտեմ այնտեղ ինչ են ասելու, բայց Ադրբեջանին այս կարգի տեղը դնելու հանգամանքը շատ խոսուն էր, ես դրանից հետո ամբողջ օրը մտածել եմ հասկանալու համար լավ Իսրայելի ինչին էր պետք հիմա դա անելը, չէ որ տեսեք, իրականում Իսրայելը մնացել է մենակ, Ամերիկան, որ հիմա կողքին է, շատ ֆիկտիվ է կողքին, իրականում Ամերիկան այլևս կողքին չի, այն հանգամանքը, որ Թրամփը դեր սենց, այսենց կիսա 50-50 գնում գալիս է, Էփստինի ֆայլերից կախված, դա արդեն նշանակում է, որ այնտեղ բան չկա, ստաբիլ օգնություն չի կարող լինել, որովհետև ժողովուրդն է դեմ այնտեղ հետևում, հարկատուները 75%-ը դեմ է ընդհանրապես, որ Իսրայելի մի կոպեկ փող տան, հիմա հարց Իսրայելը այս մենակ վիճակում, ինչի է եւս նոր թշնամի ստեղծում արհեստականորեն իրեն, կատարից մասին չխոսար, հիմա շատ վերլուծաբաններն ասում են, տենց արեց, որովհետև այս վերջերս Թրամփը գովալ է, ես մտածում եմ, դա ընդամենը առիթն էր, Իսրայելը չի կարող նման հապշտապ, հախուռն, անտեղի նախագիծ մի կողմա մեջ ծնել ու ընդունել, այն էլ միաձայն, սա տակ շատ կա մեծ ինչ-որ մի բան թաքնված, մանավանդ դրանից հետո ես տեսա մի հատ հոդված, մի հատ հաղորդում ես ուզում եմ անպայման ձեզ հետ կիսվեմ, որովհետև հիմա լսենք սա. We will have the Turks right on our border. We eventually will, and I'm not so sure that we will have as easy a time with the Turks as we've had with the Iranians. I've been following Turkish military doctrine, and the strongest army in the Middle East. The storm is coming. Yes, of course. And they're a member of NATO. And even worse, they're a member of NATO. So I look at Iran as a problem we absolutely have to finish, and I'll explain what I mean by that. Gaza, same thing, and the Hezbollah. Why am I fixated on this now? Because we have to be prepared for the next war, which will be probably against Turkey and Egypt. It means that my understanding of weapon systems and how they're to be used is fundamentally different from a Western view of how these weapons are to be used. What's the difference? The difference is, for the United States and the West, nuclear weapons at any level, tactical, strategic, EMPs, whatever, are viewed as something that should only be used as a last resort. And even then, very carefully, on an escalation ladder, as they say. With me, I don't care if you start throwing nukes immediately, responsibly, but immediately. And a case that I've been pushing. Եվ այսպես ով է խոսացողը եւ ինչու է սա կարեւոր։ Խոսում է մեկը, որ երկար տարիներ հետախուզական աշխատանքներ կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Իսրայելի օգտին եւ դատապարտվել է։ Նստելով 20, կարծեմ 5-26 տարի բանտից դուրս գալուց անմիջապես դիմավորել են իրեն մասնավոր ինքնաթիռով, այսպես տարել են իջացրել են Թել Ավիվ ու անձամբ Նետանյահուն է եկել իրեն դիմավորելու։ Սա իրանց լավագույն կարծիքից եւ անալիզիկներից, որ երկար ժամանակ հետախուզական աշխատանքներ կատարել, որի ազատման համար, ժամանակից շուտ ազատման համար, Մոսադը, Նետանյահու բոլոր պրեմիեր-մինիստրները, բոլոր նախագահներին ամեն օր դիմել են, ոչ մեկ չի ընդառաջել, ոչ մեկ։ Սա սկանդալ է քաղաքական։ Հիմա ինչ է ասում սա, որ վաղ թե ուշ մենք այս ամեն ինչը վերջացնելուց հետո պետք է հատվածենք Թուրքիային։ Անպայման դա մեր ծրագրի մի մասն է։ Հիմա հարց, դու հələ չես վերջացրել Իրանի հետ, դու հələ չես վերջացրել Համասի հետ, դու հələ չես վերջացրել Հեզբոլայի հետ։ Դու ունես խնդրեմ, դու չես էլ կարողանում դա վերջացնես։ Դու ինչի ես նոր թշնամի քեզ ստեղծում։ Ինչի համար։ Խփես իրան հիմա ընտրությունները փրկելու համար։
Սա կլինի մարդասպանություն, սա կլինի քաղաքական ինքնասպանություն Նետանյահուի համար, բայց Նետանյահուն հիմա պարզ է, որ ինքը Իրանի հետ չի կարողանում ոչ մի ձև ավարտել այս պատերազմը։ Բացարձակապես Իրանը ավելի հզոր դուրս եկավ, քան ինքը նույնիսկ կարող է պատկերացնել։ Ինչ է, ուզում ես կիսա թող այս պատերազմը արձակվի Թուրքիայի վրա։ Ամեն դեպքում ստեղ այնքան բաներ կան, որ դեռ չեն կպնում։ Հիմա սա ամենակարևոր մարդկանցից մեկը, ասում է, որ անպայման պետք է խփել եւ միջուկային զենքով։ Միջուկային զենքով ուղղակի պետք է խփել, որովհետեւ իրանց բանակը մեծ է, ինքը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ է, իր այդ երկար պատերազմը արդյունավետ չի եւ օգտակար չի լինելու Իսրայելի համար։ Կրկին, այս բաները իմ դեռ լոգիկային դարակներում չի շարժվում։ Բայց ես կարծում եմ, սրանք են հիմար պետությունը չեն, որ այս կարգի հայտարարությունը եւ որոշումներ կայացնեն հապշտապ Նիկոլավարի։ Հուսով եմ առաջիկա ժամանակներում մենք կունենանք puzzle-ը ամբողջացնող մի քանի դետալներ եւ հասկանանք եւ վերջը որնա։ Ես չեմ ուզում հոդինեմ, ասեմ, սա դամա։ Չկա, իմ համար հələ པարզ չի։ Ես տեսնում եմ ուղակի փաստը։ Տեսնում եմ փաստը ինչ է կատարվում։ Փաստորեն ինքը սենց ձեռքի հետ շպրտեց Ադրբեջանի մի կողմ։ Կարող է վստահ է, որ Ադրբեջանը Սովոշան նման պետք է գա իր մոտ, որովհետև ինքն դե ունի ռազմական ներկայություն եւ պարտավորվածությունին Ադրբեջանը ենթարկվել իրեն, որովհետև Ադրբեջանի ձեռքով գներություն Ադրբեջանը Իսրայելի օգնությամբ եւ Իսրայելի ձեռքով է էթնիկ զտում իրականացել Արցախում եւ Ադրբեջան Իսրայելից ոչ միտեղ չունի փախնելու։ Սա մի քանի ուղղությամբ հատված էր Թուրքիային, Ադրբեջանին եւ Նիկոլի Կառավարությանը, ամենակարևորը Նիկոլի Կառավարությանը այն ախմախ խոսակցությունները, որ մենք լրենք աշխարհը էլ մոռանալու է այս ցեղասպանության մասին։ Մի անգամից դադարում է գոյություն ունենալ առնվազն խելոք մարդկանց մեջ։ Ես չեմ ասում այն մի խոսքով, հասկացաք, այն համույթ կա, չէ՞, սենց այն որ սենց իրար այդ շարշարի գնում են, իրաց մասին շատ լավ է գրել ինձելուց Էլիանո մոռացա մեր գրողներից մեկը քիշեմ կասում։ Դու գիտեք էլի Հերատ Մաթևոսյանը, չեմ Հերատ Մաթևոսյանը մոռանում, չգիտեմ, իրաց մասին շատ դիպուկ գրել է Հերատ Մաթևոսյանը։ Խոսք իրաց մասին չի։ Այն մտածող մասան հիմա պետք է հասկանան, որ Փաշինյան Նիկոլի հերթական թեզը ջախջախվեց։ Եթե մենք ցեղասպանության փոխարեն սկսենք ասել մեծ եղերդ, աշխարհը մոռանալու է կատարված փաստի մասին։ Ինքը ամեն ինչ արել է փրկելու համար Թուրքիային, այս հանցագործությանը sense պատասխան տալու։ Մեկ էլ եկավ Իսրայելը, որտեղից մենք ոչ մի բան չենք սպասում։ Ընդհանրապես ես ոչ մի լավ բան Իսրայելից չեմ սպասել։ Մեկ էլ եկավ, ասեց՝ մի վայրկյան այս հանցագործություն կա, ես ճանաչում եմ։ Ունդերից ոչ մի ժխտում որ այս բան եղել է կամ չի եղել։ Հակառակ հոխորտանքներ, որ հեսա ջնջելու ենք, հեսա մտնելու ենք Երուսաղեմ եւ այլն եւ այլն։ Ես սպասում եմ գոնե այս մոտակա ժամանակներում մենք ունենանք ամբողջական պատկերը, բայց այս ագենտի այս ելույթը զգուշացնող է շատ։ Հիմա ես ուզում եմ լսեք թուրքական հեռուստաընկերության փոքրիկ ռեպորտաժը Փաշինյան Նիկոլի մասին։ Լսենք։ Ermenistan Başbakanı Nikol Paşinyan yine Türkiye'ye hedef aldı. Sahada kaybeden Paşinyan masada iftiralarıyla kazanmaya çalışıyor. Son açıklamaları ise tam bir akıl tutulması niteliğindeydi. Ermenistan Başbakanı Nikol Paşinyan'ın Քանի որ մեզանից ոչ մեկ Թուրքիան չի հասկանում, ես ձայնը կկամացացնեմ եւ կկարդամ ռուսերեն թարգմանությունը։ Մենք այս մասին խոսել ենք։ Ես այս մասին հաղորդում եմ արել, հիմա այս մասին հաղորդում անում թուրքական հեռուստատեսությունը։ Լսենք ինչ է ներկայացնում թուրքական հեռուստատեսությունը Փաշինյան Նիկոլի մասին։ Մենք սրա մասին խոսացել ենք, չէ, սա մասին չէ։ Սա 2008 թվականից մասին է խոսքը, 8 թիվ եւ հետո, բայց մենք գիտենք նաեւ միջև 8 թիվ Նիկոլ Փաշինյանը ում պատվերին է նա կատարել։ Խոսքը Ամերիկայի դեսպանատան մասին էր։ Դրա մասին մենք կարդացինք նամակ, կոնկրետ իր բնութագիրը, ինչի համար ինչքան են վճարել եւ ոնց են իրան ասել գնագդողիցոցը մարտի 1-ին, որ դու մեզ պետք ես, որտեղ դու ամենա կեղտոտ կենթանին ես, որ կարող են մեզ պատահել հայկական դաշտում եւ դու մեզ հետաքրքիր չես։ 2008 թվականից հետո Փաշինյան Նիկոլին վերցնում է
Մալասենկով ադրբեջանական հետախուզությունը այստեղ ասում է բարձում է որ պրեմիեր-մինիստրը Փաշինյան Նիկոլը աշխատում է տեսեք ոչ թե աշխատում էր աշխատում է ադրբեջանական հետախուզության հետ հաջորդիվ ես ովքեր ռուսերեն չեն կարդում ես Սփյուռքի ընկերների համար ես ուղղակի կթարգմանեմ այն ինչ որ գրված է ոչ հայ բաստորեցինք նախկին հետախուզության աշխատակիցը ադրբեջանական հետախուզության որը ապրում է արտասահմանում պատմել է որ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին ներկայացվել է ադրբեջանական հատուկ ծառայություններին որպես պոտենցիալ ագենտ հետագայում փորձել են Նիկոլ Փաշինյանին սարքել լիզեր օպոզիցիայի, հա? Եվ դրա համար օգտագործվել են բոլոր փողերը, ծախսվել են փողերը, որ Նիկոլ Փաշինյանին սարքեն լիզեր։ Իմջալոց հիշացնեմ, որ խոսքը 2008 թվականից այս կողմը, երբ արդեն նախագահ Սերժիկ Սարգսյանն էր։ Հիմա ասում է նախկին ռազմավարիչը, հիմա որ արտասահմանում է ապրում, бывший сотрудник, знакомится Փաշինյանը как непосредственно бывшим министром национальной безопасности։ Բխոսկով պաստորեն այդ մասին ասում է նաև Հայաստանի նախկին ԱԱԾ-նախագահ չհասկացա։ Бывший сотрудник азербайджанского правительства Израиля за Փաշինյանը как непосредственно так и бывший министр։ Սրա հա Պաստորեն Կարլոս Պետրոսյանի միջոցով ինֆորմացիան հավաքել իրանց ագետի, որի ածականորել է պսևդոնիմը ծածկանունը Կրաչ, դա եղել է Փաշինյան Նիկոլը։ Մի խոսքով ինչ է ստացվում, որ Կարլոս Պետրոսյանը այլևս չլինելով ԱԱԾ նախագահ, այդ ինֆորմացիա է տվել ադրբեջանական հետախուզությանը պանի Փաշինյանի մասին նաև։ Էլի նույն բանի մասին է, որ բանի Կարլոս Պետրոսյանի ձեռքով է ինֆորմացիան հավաքել, էլ այդ պապկան կոչվել է, պահվել է ինձ մոտ որպես Կրաչի մասին, բիվշի ազերբայջանցի խոչեց սախանից անանիմնես։ Ասում եմ, որ նա ուզում է չիմանալ իր մասին, также заявил, что контакты с азербайджанскими спецслужбами европейской стране лично участием Карло։ Հա, որ Կարլոս Պետրոսյանը, մի խոսքով իրանց ամեն ինչով ապահովել է, ասում ինքն է եղել միջնորդը։ Ու Կարլոս Պետրոսյանն է փաստորեն կազմակերպել, այնտեղ կապնվել իրանց հետ եւ առաջարկել ստեղծել Հայաստանում քաղաքական ուժ Նիկոլ Փաշինյանի փաստորեն գլխավորությամբ։ Կարլոս Պետրոսյանը դա արդեն Ռոբերտ Քոչարյանի կադրն է։ Որը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերը եւ անձամբ ճանաչել Նիկոլ Փաշինյանին։ Եվ նույնիսկ աշխատանքից հեռացնելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանին ինքը պաշտպանվել է այդ կապը բանի հետ, Նիկոլի հետ, Նիկոլ Փաշինյանի службы министерства внутренних дел, затем приступил մի քիչ պաուզա տանք։ Էլի նույն բանի մասին է հիմնական։ Լավ, սա չի էականը։ Ես ամբողջը նայել եմ, մի առանձնապես բան չկա, բացի այն, որ Կարլոս Պետրոսյանը, ասեն հանդիսանալով միջնորդ ինֆորմացիաները տրամադրել եւ իր ձեռքով առաջարկել է սարքել սան օպոզիցիայի լիդեր։ Սա փաստորեն ամենան հավանականությամբ մարտի 1-ի դեպքերից հետո էր եւ որի դիմացել երևի համագործակցության համաձայնության դիմացել իրան ազատեցին բանդից։ Եվ այսպես, սա երբ որ լույս տեսավ սա մասին հաղորդում, հոդված, կարելի է մտածել, որ սա ֆեյք է։ Հիմա այս մասին մանրամասն հայտնում է թուրքական
հերոսանկերությունը։ Այսինքն ինչը ասվում թուրքական աշխարհին, որ մենք մեր ագենտին նշանակել ենք Ադրբեջանի ղեկավար, որն էլ Հայաստանի ղեկավար, որն էլ առ այսօր իրականացնում է մեր ծրագիրը։ Տեսեք, եթե նույնիսկ համարենք, որ այս ամեն ինչը սուտ է, թուրքական հերոստատեսությունը ստում է, բայց այս փաստը, որ իրականանում է, որ մենք չենք կարող ստել։ Այն փաստը, որ Ռուբեն Ռուբինյանը 2017-ին գնում է ամենահայատյաց համալսարանում կատարելագործվելու եւ իրան ուղիղ դեսան որպես իջացնում են Նիկոլի կողքը 2018 թվականի ապրիլին, երբ որ Հայաստանը ամբողջ ցեզբանի մեջ էր, մեկ էլ թուրքական կադր Ռուբեն Ռուբինյան գալիս հենց Ստամբուլից կանգնում է Փաշինյան Նիկոլի կողքը ու որի կենսագրությունը բարձում ես բոլորը դրանց հետ կապի մեջ են եղել բոլորը հիմա ով կարա ասի որ սա սուտ է ես նույնիսկ եմ ասում եթե վերցնենք առանձին փաստերը որ սա սուտ է բայց որ գործողությունները հենց դրա մասին է ասում է իհարկե ասում է հիմա հարց ուրիշ է այս մասին ասել են նաև արտաշխատողները մասնավորապես Գառնիկ Իսագուլյանը ջղայնացած Փաշինյան Նիկոլին որպեսի ապացուցի որ նա ագենտ է զեկուցում էր նրա մասին որ Սերժ Սարգսյանի տարիներին չի ասում ինքը Սերժ Սարգսյանի կառավարության տարին ասում է երբ որ ինքը ընդդիմադիր էր նա Թիֆլիսից հանդիպումների ժամանակ հանդիպումներից հետո սպորտային պայուսակներով փողեր էին բերում Հայաստան ոնց թե դու գիտեի Սերժիկը չգիտեր դու իր անվտանգության գծով խորհրդականներ դու գիտեի Սերժիկը չգիտեր մի խոսքով այս ամեն ինչը իրականացել է ուղիղ Սերժիկ Սարգսյանի ղեկավարության իմացության ներքո եւ նա չէր կարող չիմանալ որ այն փողերը որ պետքա գար իրան կուսակցությունը ստեղծելու համար որ 17 թվին $7 միլիոն 7 միլիոն դոլար փոխանցվել է իրան իսկ 18 թվին 211 միլիոն դոլար դա անես թվերա որ 7000 դրամ չի 7 միլիոն դրամ էլ չի 7 միլիոն դրամի փոխանցումը նույնիսկ երևում է վառվում է բոլոր լամպերը որ 10000 դոլարից ավել ցանկացած փոխանցում արդեն գրանցվում է ոնց էսի փոխանցում է ուրագնում ինչի համար անպայման ստացողը ուղարկողը մեծ դեկլարացիա լրացնում թե սա ինչի համար է գնացել իսկ միանգամից $7 միլիոն 17 թվականին 211 միլիոն 18 թվականին ամփոփում ենք համարում եմ ես իմ համար ապացուցված փաստ որ կարևոր չի 2008-ին վերբորկան եղել է 10-ին թե 17-ին 18-ին կարևոր չի եղել է փաստը եղել են փոխանցումները եղել է իշխանության հանձնումը եղել է դավաճանական են գործողությունները, որոնք բավարարում է ադրբեջանական եւ թուրքական աշխարհներին եւ առ այսօր իրականացում է այդ ծրագիրը։ Սրանք փաստերն են զուտ, sense փաստերն են, որ գալիս են sense լրացնում են ամբողջ պատկերը։ Ով կուզենա այստեղ վիճի։ Թող կանգնի հայրու դեմը ինքը իրան վիճի։ Ինձ բացարձակապես հետաքրքիր չի ինքը ինչ է մտածում սրա մասին։ Սա իրականությունն է եւ սա են ասում փաստերը։ Այնպես որ Սերժ Սարգսյանի ինչ ասեմ, հետևորդներ դուք գիտեք ինքով է դուք հասկանում եք իր գործունեությունը իր այս ժանգլորությունը կադրերի միջոցով դատախազ դատավոր ԱԱԾՊ սեփական հեղափոխությունից հետո ԱԱԾՊ-ը Իրանն է ոստիկանապետը Իրանն է գլխավոր դատախազը Իրանն է սող Իրանն է պաշտպանության նախարարը Իրանն է ինչի դիմաց Երբ որ ինքը եկել է Մերժի Սերժին ու մեկ ամբողջ Սերժի բոլոր ուժայինները Սերժի բոլոր ուժայինները ընդཐུպ Վարաշակ Հարությունյան, չգիտեմ ընդեղ իր ռազմետքի պետքը ով է Արշակ Կարապետյան միանգամից դառնում է Նիկոլի sense կողքերը կանգնած հա sense պատահական Սերժի Մերժողը ամբողջ այդ իր ժառանգությունը վերցնում է իրան իհարկե ոչ Այդ ամեն ինչը հենց այնպես չի լինում ինչու դիմաց Ինչու բանի դիմաց եւ առասարու տենց է ով է Բաբկեն Թումյանը Նիկոլի հիմա ձախ ոտը մշտական կողքը ցավալվող ով էր ինքը Սերժի ժամանակ Սերժի ձախ ոտն էր ով Արմեն Խաչատրյանը նախին գայիշնիկը նույն կլանից լավ անցնենք առաջ որտեղ ավելի կարևոր նորություններ կան մյուս
ագենտը, որի պոտենցիալ նախագահի պաշտոնի համար ցնցում ամբողջ թուրքական եւ ադրբեջանական աշխատանքը։ Մեր կոմենտներ, մեր խոշոր երջերավորնա։ Փաստորեն ինչ է ասում, ԱԺ նախագահը թուրքական գործակալ, վարչապետը թուրքական գործակալ, նախագահն էլ լինում իրանցը թուրքական գործակալ եւ նոմա թերս։ Բոյը կապան, բոյը տուս թերզալում, ով է բլոտ խաղում, եթե գիտեք ինչ է նշանակում դա։ Եմ ասում շարունակությունը, դե 100-ը արդեն բոլորն են իրանց, էլի, որ իրանց չի։ Եվ սպասում են թուրքերս նշանակումներին։ Ամեն ինչ կարելի է նշանակել, բացատակից ոնց է դուրս գալու։ Դուք կարող եք նշանակել, հասկանում եք, բայց այսօրվա այս տեկտոնական փոփոխությունների ժամանակ այս խոշոր երջերավորները այն ինչ որ տվել եք իրանց, գցել են ձեր ոտին եւ իրանց ոտին։ Հիմա ես մի փոքրիկ բան եմ ձայնագրություն եմ ուզում դնել ձեզ, որպեսզի հասկանանք այս ամբողջ շրջանում ովքեր են եղել սրանց շուրջը, որպես ընդդիմություն, որպես խորհրդատու, որպես եվրոպական ուժի, եվրոպական ուղղությունների ներկայացուցիչ եւ ինչից են իրենք դժգոհում եւ փորձենք հասկանալ ինչ է կատարվում եւ ընդհանրապես կատարվում է բան թե ոչ։ Ես ընդհանրապես sense եմ ասում ինձ հետաքրքիր չի նույնիսկ սուբյեկտը ինչ է մտածում, բայց այսօր մտքովս անցավ, ասենք մի վայրկը դերմագին եմ կարդում զորքերն են բերվում ՀՀ։ Ում զորքերն են բերում, ես հիմա ինչ է խոսում։ Հիշեցնեմ, որ 21 թվականի պատերազմից հետո անակնկալ լուրջ ընդդիմադիր բաղուցվա, ասենց ասեմ, գաղափարակից մի շատ մտերիմ ընկեր Տիգրան Խզմալյանը դառնում է պատերազմական հանցագործ Նիկոլ Փաշինյանի մտերիմ իր բոլոր հանցագործությունները ծածկող, արդարացնող մեկը։ Դե վերաբերմունքը բնականաբար տեղում պետք է փոխվեր եւ ես մասն անդրադարձել եմ դրանց, երբեմն ոչ նուրբ բառերով, հիմա ասենք տեսնենք ինչ է ասում ինքը եւ խոսքից հասկանանք ինչ է կատարվում։ Տանին եվրոինտեգրման ինչու, որովհետեւ դրությունները Ես այսենց շատ արագ եմ լսում։ Ինձ կներեք, եթե ձեռս ճալանել 2.5 անգամ արագ լսնեմ, մեկ YouTube-ը թույլ չի տալի։ ամենը 10 օր առաջ ավարտվեցին եւ 10 օրվա մեջ նման զորավարժություններ, այն էլ 4 երկրից չեն պատրաստվում, դա նախապես ծրագրված մի բան էր, դա ակնհայտ է։ Իսկ ինչն է կարևոր, ինչպես ես ասում եմ ամիսներ շարունակ նաեւ ձեր եթերում, ընտրությունները ոչ մի փոփոխություն չբերեցին Հայաստանին։ Ազգային ժողովը մնաց բացարձակապես նույն կազմով։ 1-2 անուն փոխվեց, այսինքն դա Փաշինյանի կուսակցությունը, որն ավելի քիչ ձայներ ստացավ եւ դա 2 կամ 3, եթե այդ վերջնահաշվարկը նկատի առնենք, մի քանի ձայնի տարբերությամբ պրոռուսական ուժերը։ Հենց այն է, ինչ ծրագրել էր Պուտինը, այսպես կոչված Կիրիենկոյի պլանով եւ արևմուտքը ստապ գնահատելով իրավիճակը հասկացավ, որ Հայաստանին պետք է շտապ օգնել, որովհետեւ Հայաստանը իսկապես կարող է հայտնվել նույն իրավիճակում, որում հայտնվեց Վրաստանը։ Եվ ինչ արեց։ Ասեց Նիկոլ Փաշինյան, ճիշտ է սարը, որ գողացել է ձայները։ Ես ուզում եմ հասկանամ, էլի, պարոն Խզմալյանի, ընթացքում ինքը կշեշտի անպայման, ողջին այլ նայեք, ասածույցը, որ ոչ մի տարբերություն չկա, այսպես կոչված ներկաների եւ նախկիների մեջ, բոլորը բաղուց նախկին են։ Եվ որ Նիկոլ Փաշինյանը, տենց ամեն ինչ անում է, որ չգնա դեպի Եվրոպա։ Մեկ էլ հիմա մեզ ասում են, որ վրաս եվրոպացիները ընդունեցին կեղծված խայտարակ հանցագործություններով կատարված ընտրությունները, ասում են մասնակցին իշխանության զարթման process-ին, որպեսզի փրկեն Հայաստանին, որպեսզի չկրկնվի վերացական սցենարը, հա։ Ես ուզում եմ հասկանամ, որտեղ է սկսվում բարոյականությունը եւ որտեղ է վերջանում։ Ես այս զայնագրությունը մի քանի բաներ ասենք, հետո To the show, the comedy sensation celebrity autobiography is back on. Կարևմուտքը, տրիպը եւ այդ երրորդն էլ որն էր ստացեմ չինական գոտին դրանք երեքն էլ մեկ գոտի Եվրոպան, Միացյալ Նահանգները եւ Չինաստանի բոլոր մեծ նախագծերը կախված են ոչ մեկը չի իրագործվում չնայած որ վերջերս Հայաստանը հասկացրեց որ հյուսիսարևը շարունակվում է Իրանը անգամ պատերազմի
Հայաստանը հասկացեց, որ հյուսիսարևելը շարունակում է։ Ինչ ասես օրերին խոսում ենք են։ շարունակում էր իհարկե ոչ այն ծավալով, բայց գիտեք չէ որ Սյունիքի ամբողջ այդ ծանր աշխատանքը իրանական աշխատուժը եւ ինժեներական եւ տեխնիկական ներուժը իրանցիներն են կատարում։ Իրենք շարունակում են դա անել, այդքան կարեւոր է դա իրենց համար։ Այդպես որ այո, մենք ունենք այլընտրանքը եւ ինչ է առաջարկում Եվրոպան։ Եվրոպան արդեն առաջարկում է իրենք տեսեք ինչպես է լինում։ Այսինքն ոչ միայն ինչ է առաջարկում, ինչպես ինչով է։ Հասկանում եք ահացի ինչ է։ Ես այս ամենադժվար բանը, որ ես կարողանում եմ հանդուրժել, դա սեկտանտիզմն է, ընդհանրապես, հա։ Դա ինչ որ բանամոլությունն է։ Դա կլինի փաշինյանամոլություն, դա կլինի ռուսամոլություն, դա կլինի եվրոպամոլություն, խաղամոլություն, թմրամոլություն։ Դա սա ցանկացած մոլություն մարդուն զրկում է բանականությունից։ Ինքը մեկն է մեխինա խփում, մեկն ալին է խփում։ Ինքը չի հասկանում ինչ ասի, Եվրոպան ինչ է ուզում։ Կամ ինչի միջև մեր հյուսիսարևը կառուցված չէ։ Կամ կառավարությունը չի թողում։ Կարող է հիշեցնել Տիգրան Խզմալյան երբ է սկսել այդ հյուսիսարևը։ Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ 2010 թվին 9-ից 10 թիվ այդ ժամանակա սկսել։ Ու միջև մա ոչ մի բան չի արվել։ Այդ միլիարդ ու կես դարավ 3 անգամ մեծացավ բյուջեն։ Հիմա ոչ մի փող չկա, հիմա Իրանն է փողերը ծախսում։ Էլի բան չի փոխվում։ Ինչ որ մի քանի տեղ թունելներ են ծակել։ Ոնց մարդ պատրաստ է ամեն ինչի, մենակ չխոստովանի մի բան։ Մենք ոչ միտեղ չեն գնում։ Նիկոլ Փաշինյանն նույն ռուսական agentն է, ինչպես մնացած 3-ը, որոնց են խորհրդարան, եւ ամենակարևորը, որ Եվրոպան աջակցում է այս պետական հանցագործությանը։ Էլի Եվրոպա։ Հայաստանը այլ տեղ չունի գնալու քան Եվրոպան։ Սա արդեն չի լինում լսել։ Ինչ արժեք ունի մարդկային ուժը։ Մենք սխալ որոշումների պատճառով ահռելի կորուստներ են կրում եւ կրկնում եմ, այստեղ ռազմավարությունը անխուսափելի տանում է մեզ ճիշտ ուղղությամբ, բայց ով է հասնելու վերջ։ Սխալ մարտավարությունը աղավաղում է մեր ազգի, մեր երկրի, ապականում է մեր հասարակությանը։ Մենք պառակտված ենք, մենք ատելությամբ ենք լցված։ Իսկ կարող եմ հասկանալ ինչ է նշանակում սխալ ռազմավարություն, պարոն Խզմալյան։ Սուտ խոսելը մտնում է սխալ ռազմավարության մեջ։ Կեղծելը մտնում է սխալ ռազմավարության մեջ։ Դուք ոնց կարող եք ստի կեղծիքի վրա լավ բան կառուցել, դուք չեք հասկացել դա։ Դու դա արդեն մի անգամ փորձել ես 21 թվականին։ Հետո հասկացար, որ քեզ սկզբից օգտագործեցին ու շպրտեցին 24 թվականից հասկացար, որ դու դարար ընդամենը օգտագործած շպրտած։ Հիմա նույն բանն ես դու անում, դու 21-ից 24 թիվ կեղծեցիր, արդարացեցիր բոլոր հանցագործությունները Նիկոլ Փաշինյանի։ Հիմա նույն ձևի արդարացնում ես բոլոր հանցագործությունները կասած Եվրոպայի։ Դուք ոնց եք մտածում, դուք կարող եք կառուցել ճիշտ երկիր ստելով։ Մենք ոչ ոքի չենք վստահում, մենք կորցրել ենք բարոյական ուղղությունը մեր։ Մենք կորցրել ենք այն համերաշխությունը, որը մեզ հզոր ու անպարտելի էր դարձրել առաջին Արցախյան պատերազմը։ Տիգրան Խզմալյան, մենք ինչպես իրար վստահենք։ Մենք իրար ընկերներ։ Դու թողեցիր, եւ որ ասում էր Փաշինյան Նիկոլը Կրեմլի ձեռով հանձնեց Արցախը, վազեցիր Նիկոլ Փաշինյանի կողքը 3 տարի արդարացնելով բոլոր հանցագործությունները։ Բայց մենք ո՞նց կարող ենք իրար վստահել։ Ու այսօր խոսել, որ մեզ թշնամացնում են, մենք իրար չենք վստահում։ Գնա թող ուրիշ այդ մասին խոսել։ Դե իհարկե Գայանեն այդ մասին չի ասի քեզ։ Գուցե քաղաքավարությունից են ասում։ Ուստի ես կարծում եմ, որ մենք հիմա շարունակում ենք գտնվել ծանրագույն քաղաքական ճգնաժամում։ Ընտրությունները ոչ թե լուծեցին այդ խնդիրը, իրենք խորացրեցին այդ խնդիրը։ Եվ ես կարծում եմ, որ մենք այդ խնդիրը դեռևս պետք է լուծենք։ Սա է մեր մեծագույն խնդիրը, որովհետև Եվրոպա մտնելու համար, ժողովրդավարություն ունենալու համար պետք է դառնալ եվրոպացի։ Ուֆ, այլ չի լինում ես բարերը լսելով ժողովուրդ։ Ես կարող եմ խնդրել, մի հատ եվրոպացին թող դառնա եվրոպացի։ Հետո ես կմտածեմ, ես ուզում եմ եվրոպացի դառնալ, թե չէ։ Ոչինչ որ ես չեմ ուզում դառնալ Ուրսուլա ֆոն դեր Լայն։ Որ նայի իմ աչքերի մեջ
ու ստի ինձ, ասի շնորհավորում եմ Փաշինյան Նիկոլ քո ձայնագողության կապակցությամբ։ Հետ դառնալ, վերադառնալ դեպի ժողովրդավարություն։ Մենք այդ ամենն ունեինք։ Իսկ կարող ենք խնդրել իրանք վերադառնան դեպի ժողովրդավարություն, Խզմալյան Տիգրան։ Մեր սերունդը ուներ այդ ամենը։ Մեզ պետք է վերականգնել մեր երկրի այդ լավագույն մասերը, մեր համերաշխությունը, մեր ազգային արժանապատվությունը։ Մենք պետք է դուրս գանք այդ շրջանից, որի մեջ մենք դեռ պտտվում ենք։ Դա արեստացին բան է եւ դրա համար վճարում են թուրքերը, ռուսները, կայսրությունները, մենք դեռևս գաղութ ենք։ Մինչեւ չապագաղութացվենք, Եվրոպան էլ մեզ չի կարողանա օգնել, թեև փորձում է։ Թեև փորձում, անենցա փորձում է ապագաղութացնել։ Անենցա փորձում ապագաղութացնել։ Ձայնագողին, առաջի ստդուկին, երկու ժամվա մեջ ճանաչում է իր ձայնագողության փաստը։ Հիմա էլ այսօր սահմանադրական դատարանի դատի նիստերը նայեք, հասկանաք ինչա կատարվում։ Եվրոպան մեզ փորձում է փրկի այդ ամեն ինչից, էլ չի լինում, ժողովուրդ, ես էլ չի լինում այս ամեն ինչը լսել, նայեք ինչ եմ ասում։ Ես պատրաստ եմ լսել ցանկացած բան, մի պայմանով, ցանկացած արգումենտ, մեկ պայման ունեմ ընդամենը, չստել։ Պատրաստ եմ լսել լրիվ հակառակ կարծիք, մեկ պայմանով, մի խաբեք, ասեք հիմնավորված կարծիք, բայց մի ստեք։ Ես էլ լսենք ու վերջ։ Եվրոպական ուժը, եվրոպական ուժը։ Ես չեմ խոսում Հայաստանի եվրոպական կուսակցության մասին։ Պատրաստել հաջորդին։ Այդ հաջորդը պետք է լինի ժողովրդավարական ուժը, եվրոպական ուժը։ Ես չեմ խոսում Հայաստանի եվրոպական կուսակցության մասին։ Մենք պատրաստել ենք 24 թվականին դաշինք, որը կարող էր գլխավորել Նիկոլ Փաշինյանը։ Նա գերադասեց պատկերպես դաշինք, որը պետքա ղեկավարեր Նիկոլ Փաշինյանը։ Ու մեկ էլ նա գերադասեց այլ բան։ Դաշինքը գիտեք ովքեր, Արման Բաբաջանյանը, Շիրիմյանը, Արամ Սարգսյանը ինքը։ Դաշինք ինչքան անառակ կա դրանցով դաշինք, Նիկոլն էլ պետքա դա ղեկավարեր, Նիկոլը, որ հանձնել Արցախը, դե 24 թվականի մասին է խոսքը, արդեն 23 թվականի էթնիկ զտումները կա, արդեն 20 թվականների պատերազմը կա, ու սա դաշինք է ստեղծում, որը պետքա ղեկավարեր նա, ով էս ամբողջ հանցագործությունները պլանավորել է ու իրականացրել է։ Ու դժգոհում է դուրս բերել եվրոպական ուժերին, մասնատել նրանց, պառակտել, դուրս հանել ընդհանրապես մրցակցությունից եւ մենաշնորհել մի պայքար, որը նա չի էլ պատրաստվում տանել։ Օհ, ինչ ամոթ է, չէ։ Դրել է, քանդել է իրանց մի պայքար, որ ինքը չէր էլ պատրաստվում տանել։ Ինչպիսի միամտություն։ Սա միամտություն չի, սա ուրիշ բառ ունի։ Ոգի եթերային չի։ Պատկերացնում եք ինչպիսի հիասթափություն, մարդ, որ իրականացել է 44 օրյա պատերազմը, որ իրականացել էր Արցախի էթնիկ զտումը, Ադրբեջանի մասեր ճանաչել Արցախը, 24 թվականին պարզվեց ինքը իրան նախապատրաստել են որպես եվրոպական ուղղությունը առաջնորդի, մեկ էլ պարզվեց Նիկոլ Փաշինյանը սեփականաշնորհեց դա, իրանց խումբն էլ ջարդը փշուրարեց ու ուղարկեց գրողի ծոցը։ Ինչպիսի անսպասելի, ասում եմ, դեկտեմբերին անսպասելի եկավ ձուն։ Հիշում եք Ռեզանովի ֆիլմն է, Неожиданно в декабре пошел снег։ Ով կմտածեր, որ ասենք դեկտեմբերին ձուն կգա, էլի։ Երբեք չի եկել Մոսկվայում դեկտեմբերին ձուն։ Ով կմտածեր։ Սա մենակ Խզմալյան Տիգրանի հարցը չի։ Դուք գիտեք, որ քաղաքական ճկունություն մեղքը սխալը խոստովանելու ունակություն, կարծիքի փոխելու, վերանայելու էլի ունակություն չունեն բացառապես մեռած մարդիկ։ Կարծիք չի փոխում, տեսակետ չի փոխում, մենակ ու չի վերանայում մենակ մեռած մարդը։ Ում կտեսնեք սենց, ինքս ես մնացել է։ Նա ուրեմն մեռել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։ Ու մարդու մեռնելը դա գիտակցական ման է, սա ֆիզիկական մահի մասին կապ չունի։ Ինքը ֆիզիոլոգիապես կա, բայց իր ունակությունը
անալիզանելու, հասկանալու, մեռել է ուղղակի, ինքը ասենց ավտոպիլոտ ապրում է իներցիայով, ինչ լսել է 10 տարի առաջ, ինչ խոսել է 10 տարի առաջ, ինքը տենց գնում է։ Եթե դուք հիմա տեսնում եք, ու հիմա շատ եք տեսնում, ես եմ տեսնում, որ ասեմ հիասթափվում եմ, ես արդեն ոչ մի բանից չեմ հիասթափվում, հիասթափելու տեղը ես մազոլ է եղել արդեն, չի, չեմ կարող հիասթափվեմ, էլ կուզենայի հիասթափվել, մազոլ է եղել, չի ազնում ես, հիմա տեսում, ասում եմ լավ, ուրեմն ես էլ ատենց, սենց գրում եմ ու ասում եմ առաջ, որովհետև եթե չանեմ նստեմ դարդանեմ, ես ինֆա կստանամ ուղղակի։ Լսեք, ձեր գնահատականը տվեք, եթե մարդ մեկ տարվա մեջ, տեսեք, ես մեկ տարվա մեջ 180 աստիճան աշխարհը փոխվել է։ Ամերիկա, Իրան, Իսրայել, Չինաստան, Հայաստան, Թուրքիա, Իսրայել, հլնայք, ստեղ ինչ է կատարվում։ Ու մարդ խոսի նույնը նշանակում է նա կամ կույր է, կամ խուլ է, կամ ուղղակի չունի ուղեղ։ Ուղեղը մեռել է, ինքը կա, ինքը բիոլոգիապես կա, ակտիվ խոսում է, լուրջ հայացքով, հա, վերջավորություններով, նույն, մեռել է մարդը, որովհետև իր մոտ ունակություն ես ամեն ինչ հասկանալու չկա։ Դուք արդեն լսեք, ընտրեք, այդ մարդուն արժի լսել, թե ոչ։ Ես մի հատ ուզում եմ Էդվարդ Ռազինսկուն լսենք միասին, կարճ 10 սվայրկյան։ История, она никого ничему не учит. Она не для этого. История не учительница. История злая надзирательница. И когда страна не понимает, она будет повторять и повторять невыученный урок. Վերջ, ասում է, պատմությունը դա ուսուցիչ չի, նրա ֆունկցիան սովորեցնելը չի, նա ուղղակի դաժան վերակացու է, հսկիչ, այն երկիրը, որը չի սովորում իր դասը պատմությունից, նա ստիպում է դա կրկնել ու կրկնել նույն բանը միջև կսովորի։ Վերջ, հիմա կան ազգեր, որ սովորում են, կամ բթամիտներ, որ ուղղակի ոչ մի ձևով չեն ուզում հասկանան այս պատճառը հետևանքային կապը։ Ուսամա պետք չի լինել քաղաքագետ։ Ես լուրջ եմ ասում, նա քաղաքագետ լինելու, ես կուզենայի մի կյանք էլ ավել ունենալ, նստեի մի քիչ քաղաքագիտություն չսովորեի, կարդայի, մի հատ տեսնեի դրանք ինչ են կարդացել, ոսենց մտել են մի թունել, ու տեղից դուրս չեն կարում գան։ Որտեղ ես հասկացել եմ, այդ թունել մտածներին տտեղից հանելը շատ ավելի դժվար է, քան ասենք չգիտեմ, փղին պարան թռնել սովորացնելը։ Որովհետև եթե պատմությունը դրա համար չի, որ քեզ սովորացնի, պատմությունը քեզ ստիպում է կրկնել, այնքան միջև գլուխդ կմտնի։ Դե ապոստոլեն չեն կարող մարդիկ, որովհետև սիրում են կրկնել։ Սրանց տենց նմանների մասին Կարլ Յունգը 100 տարի առաջ ասել է. Մարդիկ սիրում են կրկնել, որովհետև մտածելը դժվար է։ Իսկ մենք լսում ենք մարդկանց, որոնք դժվար են մտածում։ Ու մենք հույս ունենք, որ դժվար մտածող մարդիկ, որոնք կրկնվում են, մեզ ինչ-որ նոր բան են ասելու եւ ամենավատը, մեզ ինչ-որ կարող են նոր տեղ տանել։ Ոնց? Եթե մարդը ունակ չի տեսնելու, մարդին ունակ չի մտածելու, մեզ ոնց կարող է նոր տեղ տանի։ Ես փաթին տեսակ, հիմա լսա խոսալը լսեք։ 88-ին պակաս։ 8-ին պակասից երբ որ հետագայում տեղեկացել եք, որ ժամը 9-ը 10-ն է, այդ քվեարկությունը շարունակվում է, հարցադրումներ կատարել եք։ Իսկ դա որ ժամին ա եղել, երբ որ դուք այդ զգուշացումը տվել եք։ 8-ին պակաս է եղել։ Զգուշացումը տվել 8-ին պակաս։ Դուք սես բառը լսել եք։ Սա, այս կենթանին կենտրոնական հանրական հանձնաժողովի նախագահ մացադեմքը նայեք։ Սրան, նույնս եմ ասում, լավ ռեստորանում լավ։ Չեն վստահի դուրը բացել փակելու պրիմիտիվ պարտականությունը։ Չեն վստահի։ Չեն տայել այս դեմքով ոչ մեկին այդ դուրը չեն վստահի, որտեղ այդ ողոպտեն այս դեմք ես հայացքով ընդ կանաչ չեն մտնի տեղ ուղղակի։ Սրան
ու սա միայն Փաշինյան Նիկոլի օրոք կարող է լինել կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, որը հարցին պատասխանում է 8-ին պակաս։ 8-ին ինչքան պակաս։ Ոչ մեկ այդ հարցը չի տալի, արա, ապուշ, հայերեն խոսա։ 8-ին կես րոպե պակաս, 1 վայրկյան պակաս, կես ժամ պակաս, 20 րոպե պակաս, ինչ 8-ին պակաս։ Իսկ մնացածը ավելի կատաստրոֆիկ է, լսեք։ Ներողություն, 8-ին պակաս։ 8-ին պակասից երբ որ հետագայում տեղեկացել եք, որ ժամը 9:10-ն է, այդ քվեարկությունը շարունակվում է, հարցադրումներ կատարել եք, թե ինչ։ Այդպես 9:10-ը ես չեմ հիշում, որ 9:10-ը այնտեղ Լսեք։ Մենք արդեն երբ որ անդադ այդ աշխատանքի ընթացքում գնում էր ընդհանուր տեղերից ամփոփումները, ըստ էության այդ տեղերի հետ կապված, երկու տեղերի հետ կապված ավելի ուշ արդեն լեզաբանները, վերբալ անալիզիստները կասեն, այս տխմարը հոդինում է, տեղում հոդինում է, ընդ որում իր ինտելեկտը թույլ չի տալի սահուն հոդինել, հասկանում եք։ Հələ այս գլխին է, կնդե ինտելեկտ կարա լինի, որ գոնե սահուն հոդինի։ Մի անգամից մասնագետները կնշանակեն ստումա սականային կետեր։ Մասա ցուցմունք է տալիս։ Նույնիսկ ուդակ չի ես դեպիլը մի բան հոդինի արժանահավատ։ Չկա այս ինտելեկտից դեպիլ գլխի մեջ ու ինտելեկտ որտեղից։ Որտեղ որ ինտելեկտ ունենար կաշխատեր Նիկոլ Փաշինյանի մոտ հանցագործ։ Պատմական հանցագործ։ Այս մարդը պատմական հանցագործ աշխատում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ուղեղ լիներ սա գլխին, կվերցներ գործը իր վրա։ Չկա դրա համար էլ վերցրել է։ Լսենք էլ ինչ ասում։ Հանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ բացված ավելի ուշ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ մի տեղում արդեն ավարտված էր, այսինքն երբ որ մենք նորից տեսագրությունները ստուգեցինք, արդեն ավարտված էր, մի տեղում կոնկրետ 35-65-ում, երբ որ ազանգել հարցրել ենք, այսինքն շարունակվում է դեռևս այնտեղ քվեարկություն, այսինքն կա բողոք, այդ ժամը դրանից, եթե չեմ սխալվում, մոտավորապես երևի մի 5-10 րոպե հետո քվեարկությունը ավարտվել է։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ տարածքային հանձնաժողովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ չի վերահսկել իրավիճակը, միայն զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել խնդրի մասին։ Ոչ, չի կարող։ Բացված ավելի ուշ արդեն համացանցում կադրեր հայտնվեցին եւ այլ, այսինքն բողոքներ եղան, արդեն այդ ժամանակ ավելի ուշ համացանցում կադրեր հայտնվեցին, բողոքներ եղան, մենք զանգեցինք, բան ասում կարող ենք ենթադրել, որ դուք համացանցից եք տեղեկացան հանցագործությունների մասին, ոչ չեք կարող։ Հա, այնպես։ Ինչ կապ ունի ինքը ինչ ասես, սա ձայնագրությունն է, չէ, սա իմ հորինելիքը չի։ Հասկանում եք մեր պետականությունն ում ձեռքն է։ Ում չէ, ինչի։ Որտեվ սա մարդ չի, սա ինչ է։ Մի տեղում արդեն ավարտված էր, այսինքն երբ որ մենք նորից տեսագրությունները ստուգեցինք, արդեն ավարտված էր։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ տարածքային հանձնաժողովի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվ չի վերահսկել իրավիճակը, միայն զանգվածային լրատվության միջոցներից է տեղեկացել խնդրի մասին։ Ոչ, չի կարող։ Այդ դեպքում ինչպես տեղեկացաք, եթե ոչ զանգվածային լրատվության միջոցներից։ Ես ձեր հարցին պատասխանեցի, ոչ։ Նորմալ տիպիկ Նիկոլ Փաշինյանն է սա։ Սա ցույց տվեք Նիկոլ Փաշինյան ընտրողներին ու ոչինչ մի հարցրեք։ Ցույց տվեք, ասեք, դուք այս հանցանքին համահանցակից եք։ Էլ մի թողեք որ արթնանան, դրեք դեմները ու գնացեք։ Եվ ընդհանրապես օրեկան ամեն մեկս, եթե մի նիկոլական տեսնում անպայման այս հանցանքները պետք է դնի դեմը, գերական, եղբայրաբար, ասի ուղղակի քեզ հիշացնեմ։ Արա դու հանցագործ ես, այս այդ փաստերը ու գնացեք։ Թող ինք իրանք ընկնեն ձեր հետևից ապացուցեն, որ իրենք հանցագործ չեն։ Թող նայեն, ասեն, դες բան չկա, այս հիմա սխալ չի խոսում, ինքը հայերեն է խոսում, թող խոսան, բայց ամեն օր գտեք իրանց, գտեք էլի GPS-ով, ֆրանսես կողմնացույցով, գտեք որտեղ են, դրեք են հանցագործությունների դեմը, գնացեք, անես լինի, որ ձեզ տեսնելուց արդեն ինֆարկտը խփի։
Որ գոնե միջև մյուս ընտրություններ Աստված տա լինեն մյուս ընտրությունները։ Այդ տեսակը վերանա ուղակի կամ հասկանա, որ ինքը դարի հանցագործը վախենա նույնիսկ կարծիք առնել։ Ասի, ես մի անգամ հենց հանցանք եմ արել 5 տարի թերիցս բերել են։ Եթե մենք դա չենք անելու, ընկերներ ջան, մենք չենք կարող ակնկալել, որ ինչ-որ բանը փոխվելու, չէ։ Ում ես դրա վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնենք։ Ես պիտի ուղղակի լրացնեմ, որ ըստ Սա արտահայտության նախարարն է։ Սահմանադրական դատարանի նիստին ծամոնացա։ Ինքը որ լավ է սովորել է 2000 տունը ինչա, որ ինքը չունենա։ Սա դա է։ Դրեք սրանց ընտրողների դեմը, ասեք դուք սա եք։ Հա, դուք սա եք ընտրել, որովհետև դուք սա եք։ Հա, ընտրությունը տես բան է։ Մարդ պետք է պատասխանատվություն վերցնի իր ընտրածի համար եւ հետևանքների համար նույնպես։ Դուք սա եք։ Այսինքն դուք նաեւ սա եք։ Մի հատ էսա լսենք։ Այս կատարյալ իդիոտը մի հատ լսենք։ Հայաստանի Հանրապետությունը պետք է ներողություն խնդրի ընտրակաշարք բաժանողներից, որ նրանց բաժանած ընտրակաշարքը ճշգրիտ չի արտահայտվել։ Ոմանց տրամաբանությամբ, ես գիտեք ովքեր են ոմանց։ Ռուսաստանը։ Ու մի հատ հենց զգացեք այս ապուշը ինչ է ասում։ Սա նույնիսկ ասեմ, սա վերբալ անալիզ է անում, ուղղակի հասկանում ես, որ սրա IQ-ն -10,000 է։ Ուղեղի աշխատանքը, տեսեք ինչ է ասում։ Նախ ձենը սրա ասած, սրա ձայնը վկայում է մի բանի մասին։ Ոսա ահավոր ընկճված վիճակ է, հիմա կասեմ ինչի է ընկճված վիճակ։ Հեսա կասեմ։ Ասում եմ, որ ոմանց տրամաբանությամբ ռուսներն են։ Բաժանված ընտրակաշարքը չի արտահայտել իրական պատկերը։ Այսինքն, ընտրակաշարքը բաժանվել։ Սա ինչ ասես նայեք։ Ընտրությունների արդյունքների վրա եւ հետեւաբար նրանց երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ շանսը պետք է տալ։ Սա անհեթեթ տրամաբանություն է։ Ընտրակաշարք բաժանած ուժերին այլևս որևէ շանս չի տրվելու։ Ինչ ասեց սա։ Այսինքն ընտրակաշարքը բաժանվել եւ այլևս դրանց շանս չի տրվել։ Չհասկացա։ Այդ ընտրակաշարք բաժանելն շանս տալը ո՞րն է։ Մարդուն ասենք հանցագործություն կատարել երկրորդ անգամ շանս տալը ո՞րն է։ Դու կամ հանցակից ես, կամ հանցակից ես, որտեղ եթե դու օրենքի սահմանադրության երաշխավորը ասում ես, որ հանցագործություն է եղել ու երկրորդ շանս չեմ տալու, նշանակում է դու հանցագործություն ես կոծկում։ Հասկացեք ինչ է ասում սա։ Պարզ հայտարարում է, որ հանցագործություն է եղել, երկրորդ շանսը չեմ տալու։ Եթե հանցագործություն է եղել, նշանակում է այս ամբողջ ընտրությունները ոչ լեգալ է, ինչպես հիմա ասում է Զատուլինը, մենք ոչ մի դեպքում չենք կարող անցած ընտրությունները համարել ժողովրդավարական, ընդհանուր ընդունված չափանիշներին համապատասխան։ Չեն կարող, որովհետև չեն պահպանվել հավասարական ընտրական պայքարի պայմանները։ Իրան որ ասեն այդ որ պայմանները, ինքը կարող հղում անի, ցանկացած մեկը կարող հղում անի Փաշինյան Նիկոլի հայտարարությանը, որ եղել է ընտրակաշարք բաժանելու process, ընդ որում այդ ընտրակաշարքը բաժանել է ինքը։ Ընտրակաշարքը մենակ փողը չի։ Խոստումներն է, բարձրացված թոշակներն է, չակերտավոր եմ ասում։ Վերջի օրերին հորինված ապահովագրությունն է։ Դա էլ է ընտրակաշարք։ Քո հարցը կլուծենք, դուք աշխատատեղ եք ունենալու, քո վարդերը տանելու ենք Եվրոպա, դրանք ամբողջը ընտրակաշարքը մենակ գումարը չի։ Եթե մեկն ասի Զատուլինը, դե Զատուլին իրավունք չունի ասելու, գուցե, բայց այն ինչ որ իրենք ասում է, դա իրականությունն է։ Իսկ ինչ ասեց Զատուլինը, որ ոչ մի դեպքում չենք կարող անցած ընտրությունները համարել ժողովրդավարական։ Հիմա հասկացաք սա ձայնի է ինտոնացիան որտեղից է գալի։ Լսենք, լսենք հասկանանք, նայեք։ Ոմանց տրամաբանությամբ
Վախ, կորոնան ես։ Ում ասել եմ համանությամբ, որովհետև Զատուլինն ասել է մենք ոչ մի դեպքում իր գործատուն փաստորեն թողեց սրան անտեր։ Տեսնենք, այս բարբաջանքը սահմանադրական դատարանում ինչ արդյունքներ է թողելու, ոնց է այդ դատավորը հասկանալու սա ինչ է ասել եւ ոնց է մուրճը խփելու։ Բնականաբար կանխատեսել է ինչ կտանի, բայց այդ ամբողջ հետաքրքիր է։ Եվ ինչը ինքը ոնց է մուրճը խփելու մի որոշման վրա, որը արդեն հայտարարել է իրանց բոլորի գործատուն, իրանց բոլորի, նույնպես եմ ասում։ Նիկոլի գործատուն դա Վլադիմիր Պուտինն է։ Դա է ասում եւ Խասմալյան Տիգրանը, հա, բոլորը։ Եվ դա այդպես է։ Դա է ասում եւ Փաշինյան Նիկոլի հոգեվիճակը։ Դա է ասում որ արդեն այսօր 27-ն է, 29 անցել է 22 օր ընտրություններից։ Եվ ոչ միայն շնորհավորանք չկա, Զատուլինն ասում է մենք ոչ մի դեպքում չենք կարող անցած ընտրությունների համալել ժողովրդավարական։ Բարի։ Ինչ է ստացվում։ Փաստորեն խախտած ընտրությունները առաջին անգամ պատմության մեջ։ Նույն ձևի հանցավոր ճանապարհով կեղծած ընտրությունները առաջին անգամ չի ընդունում Ռուսաստանը եւ առաջին անգամ Ռուսաստանի դերը իր վրա վերցրել է Տիգրան Խզմալյանի երազանքի Եվրոպան։ Հիմա հարց եմ տալի Տիգրան Խզմալյանի քո երազանքի Եվրոպան ինչով է տարբերվում քո ատելի Ռուսաստանից։ Ես չեմ զարմանում մարդկանց, որոնք ատում են Ռուսաստանը։ Ռուսաստանը ատվելու, սս բառ չկա, բայց ատելի լինելու այնքան շանսա մեծ տվե, որ դժվար է ամբողջը միանգամից հիշելը։ Ես հասկանում եմ։ Բայց ոնց կարելի է չնկատել, որ հիմա այդ ատելի Ռուսաստանի ֆունկցիան իր վրա վերցրել է հենց իրանց սիրած Եվրոպան։ Որն է ձեր Բայց մեկ բարոյականություն բան, ո՞րն է ձեր բարոյականությունը։ Ես հարց եմ տալի։ Տիգրան Խզմալյան եւ մնացածները։ Պայմանականորեն եմ ասում Տիգրան Խզմալյան, ով Եվրոպայանն է տալիս։ Ձեր ու Ռոբերտ Քոչյանի տարբերությունը ո՞րն է։ Այն է նույն ձևի ամեն ինչ պաշտպանում է ինչ որ անում է Ռուսաստանը։ Ինչ որոշի Ռուսաստանը նոյեմբերի 9-ի հայտարարությունից սկսած ամեն ինչ սրբազան կովա, ասենք Ռոբերտ Քոչյանի եւ մնացած ռուսական ուժերի համար։ Դա Ռուսաստան ու վերջ, հա։ Դուք անկախնանից ինչ ոնց կպահեն իրանց արևմուտքում, դուք նույն ձևի արևմուտքի նկատմամբ եք։ Հարց եմ տալի ձեր տարբերությունը ո՞րն է։ Եթե երկուսդ էլ ձայնի գող եք, երկուսդ էլ պետականության մեջ, ասենք ասեմ, իշխանության զավթման կողմնակից եք, ձեր տարբերությունը ո՞րն է։ Ես որպես Ռուսաստանը մերժած մարդ եւ եվրոպական արժեքների հետևով ես նույն ձև մերժում եմ նրանց, ովքեր մերժում են եվրոպական արժեքները։ Դա եվրոպական չէ, դա իմ հայկականն է։ Այդ իմ հայկականն է։ Որը իրանք էլ բրծեցին։ Բրծեց Ռուսաստանը, բրծեց Եվրոպան։ Ես բոլորի իրենց հետևորդներով մերժում եմ նույն հիմնավորությամբ, որովհետեւ ձեր մոտ փաստորեն ոչ թե ճշմարտություններ առաջնային, այլ ձեր քաղաքական նախընտրությունը։ Ես չեմ ուզում ասեմ, որ ընդերից եք կերակրվում դրա համար եք սենց, հա, սենց վախենում եք այդ կուրսը թողեք հանգած կաթից կտարվեք։ Դες բառը չեմ ուզում ասել, բայց դուք դա եք ասում, որ բոլորը պատրաստ եք ամեն ձևով պաշտպանել են կուրսը, որից կաթ եք ուտում։ Պաշտպանեք այդ դեպքում, հա, ժողովուրդը, ինչ կապ ունի ձեր հետ։ Ինչ կապ ունի ձեր հետ։ Դուք ընդհանրապես մի տեղից սնվող եք, որը պատրաստ է ամեն կերպ իր կերակրողին արդարացնել։ Խորքային ժողովուրդը մերժում է ձեզ։ Ես մերժում եմ բոլորիդ։ Ամեն մեկը թող իր համար որոշի։ Այս ստանդարտները կրկնակի ընդունելի է իր համար թե ոչ։ Սա նայեք։ Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ հա ինտերնետ Ադրբեջանի միջոցով մեզ վտանգ չի։ Հիշեցնեմ, որ այս տականքներն ասում են ոչ թե մենք ենք իրանց միջոցով բերում, մենք ենք տալիս իրանց։ Հիշում եք։ Ես որ ասեցի, որ դուք իդիոտ չեք կա։ Ով եք դուք, որ դուք Ադրբեջանին ինտերնետ տաք։ Ձեր տված ինտերնետը ինչին է պետք Ադրբեջանին։ Այսօր Փաշինյան Նիկոլը հերքեց նրանք, ասեց նրանք են սուտ ասում, այս երկրում բոլորն են սուտ ասում։
Մենք ենք բերում ու դա մեզ վնաս չի։ Իհարկե իրան վնաս չի։ Ինքը դրա համար է նշանակված։ Կրաչը, կրոտը, առնետը դրա համար է նշանակված։ Դա ինչ եք ուզում։ Սա էլ այն երկրներն են, որոնք իմեի պարտադիր գրանցում ունեն։ Հիմա Հայաստանն ասեմ ուրա մտել։ Ղազախական տարածք, ուզբեկական տարածք, Ղրղստան, Թուրքիա, Ադրբեջան, Նեպալ, Բանգլադեշ, Պակիստան, Կոլումբիա, Ինդոնեզիա, Հայաստանը թափով գնում է Եվրոպա, հայտնվեց Բանգլադեշում։ Հայկական Բանգլադեշի չէ, Բանգլադեշը, Պակիստանի կողքը։ Հիմա պետք է Խզբանյան Տիգրանը մի բան էլ ասի, ամեն ձև, չնայած այս ամեն ինչին Եվրոպան ուզում է փրկի Հայաստանը։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը երկիր է տանում Պակիստան, ինքը ճանաչում է դրա իշխանությունը, որ փրկի Հայաստանը, դուք հասկանում եք։ Եվրոպան ճանաչում է Փաշինյան Նիկոլի իշխանությունը, որը մեզ տանում է Պակիստան, Բանգլադեշ, Նեպալ, չգիտեմ ընդեղ, որ փրկի Հայաստանը։ Իդեալական բանաձև է հիմարների համար, լուրջ բան եմ ասում։ Սրան հավատողը ուրեմն կոգնիտիվ դիսոնանս ունի։ Ինքը տրամաբանությունից զուրկ հոմո սապիենս է, ուղղակի։ Ես նրանց չեմ ուզում անդրադառնամ, այս սրանց ընտանիքի այս բոմժերի 10 միլիոն աշխատանքն են ստանում սրանք։ Սենց բերելա, կանոջը նշանակեց հայպոստի տնօրեն, որը բանա, բանկրոտի է գնում, բայց 10 միլիոն աշխատանքն։ Գերողին գնեք դուք։ Մի օր ես քթերից ձեր գալու է։ Գնանք միջազգային նորություններ ու վերադառնանք ուժեղ միանգամից Հայաստան։ Տեսեք, մեր հարևանն է Իրանը։ Ինչքան մոտ ենք մենք իրար, բայց ինչքան տարբեր ենք։ Պարտադրում է Իրանը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ չի քննարկվում Իսրայելի դուրս գալը Լիբանանից։ Ուրիշ ոչ մի պարագայում զինադադար չի լինելու։ Այսինքն սա չքննարկվող թեմա է։ Ուզում ես զինադադար, ինքն է թելադրում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Հասկացեք, աշխարհում երկիր կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու Իսրայելին թելադրում է, ու այդ երկիրը մեր մոտ է, ու մեզ փող է տալի, որ մենք իր համար ճանապարհ սարքենք։ Մենք էլ մեզ գժի տեղ դրած, ասում ենք ախպեր, չենք ուզում։ Մեզ Թուրքիան լավ է։ Եվրոպան էլ լավ։ Ամեն ինչ լավ է, բացի իրականությունը։ Հա, ջալոց։ Այս կարգի մարդիկ նաև պնդում են, որ հեսա Իրանը վերանալու է։ Հա, հեսա Իրանը թուլացել է արդեն։ Այնքան է թուլացել, հեսա ներսից պայթելու է։ Հա։ Ու հեղափոխություն ունի այնտեղ։ Ես մտածում եմ, արժի քաղաքագիտություն սովորել, թե չէ, տեսնես։ Ես կասում չէ, չարժի։ Չարժի, որովհետև գիտեք, երևի տարբերությունը որն է, երաժիշտի ու քաղաքագետի։ Երաժիշտը, ասենք, սովորում է կանոնները, հետո դուրս է գալի բաց դաշտ, բաց կյանք։ Ու ինքը սկսում է նոր գործեր սովորել։ Նոր գործեր, այսօր է գրվել, երեք չեկար, ինքը դասատուն չէր կարող ասել, այսօրվա գրած գործը ոնց պիտի հնչի, հա։ Դու արդեն գիտես կանոնները, գիտես ամեն ինչ, հա։ Նոր գործ է գրվել, դու վերցում ես, սկսում ես թերթել, նվագել, դաշնամուրով լսել, նվագել տալ, ու դու ես որոշում դա ոնց պետք է հնչի։ Քաղաքագիտության մեջ երևի չէ։ Քեզ ասել են, սենց հա, ուրեմն վերջ, գուրուտ, եթե ասելա Իրանը հետա մնացա, ընդեղ անպայման պետք է պայթի ներսից ու ինքը դառնա գաղութ, ոնց որ ասենք Իրաքնա, ու դա համարենք նոր որակական փոփոխություն, վերջ ուրեմն այդպես պետք է լինի։ Երևի սա է տարբերությունը, որ երաժիշտները մի քիչ ազատ են իրենց ինտերպրետացիայի մեջ, քաղաքագիտություն ավարտացնես, ես մնում են այդ թունելի մեջ ու չեն ուզում դուրս գալ։ Չեն ուզում նոր իրականություն տեսնել, չնայած Խզմալյան Տիգրանը կարող էր տեսնել, ռեժիսոր է, էլի քաղաքագետ չի։ Կարող է դանցել չի։ Ես մտածում եմ գտել եմ ճանապարհը, գտել եմ պատասխանը։ Կարող է դրանից չի։ Ամեն դեպքում փաստ, ոսես մարդիկ կան, միջև մնում մտածում են, Իսրայելը ասել, Իրանը էսա ներսից պայթելու է, ունդեղ հեղափոխություն ունի, նոր Իրանը փրկվի։ Հիմա այդ հարց է պետք տալնատ, ում է պետք փրկել Իրանին, թե օրինակ Իսրայելին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գնանք, ավեսի ոնց որ արդեն անցել ենք, ինչ է ասում Թրամփը առողջուն,
Թրամփն ասում է, եթե ես հրաման տամ, իսլամական պետությունը 15 րոպեվա մեջ այսօր ասել կվերանա, որին առաջին պատասխանումը լսի ասում է, Իրանը եղել է 3000 տարի կա, այս sense Իրանը կա գոյություն ունի, 47 տարի ձեր սանկցիաների տակ է, դու լուրջ մտածում ես 15 վայրկյանում 15 րոպեում այդ երկիրը կարաս վերացնես, դուք հասկանում եք Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբերությունը որն է, Իրանը 3000 տարեկան է, սա 300, դուք մտածում եք լուրջ երկրների մեջ այդ տարբերությունը չի երևում, լուրջ մտածում եք իրանական հասարակության մեջ եւ ամերիկյան հասարակության մեջ տարբերություն չկա, կա, շատ խորն է տարբերությունը, ամերիկյան հասարակությունը սովորույթներ չունի, ինքը ընդհանրապես, ինքը sense ինչ-որ մի հավաքածու է, որը կոնսենսուս ունի ինչ-որ հարցերի շուրջ, բայց ոչ ավանդույթներ, ստե 3000 տարվա ավանդույթ է, Առաջին դրան մալ ասում, այդ դիրքից, այդ տխմար, 47 տարի է սանկցիաների տակ եմ, ու դուք ամբողջ մասշտաբներով, որ աշխարհի բոլոր, տեսեք, աշխարհի բոլոր երկրների ռազմական բյուջեն չի հասնում Ամերիկայի Միացյալ ռազմական բյուջեի, այսինքն Ամերիկայի ռազմական մեքենան շատ ավելի ուժեղ է, քան աշխարհի բոլոր երկրներին է միասին գումարած, ու այդ երկիրը Իսրայելի հետ չկարողացավ հաղթել այս երկրին, ասում եմ, այս քեզ ոչ մի բան չի ասում, երկիր, որը 47 տարի սանկցիաների տակ է, մեկ էլ Հայաստանում լուրջ դեմքով հայտարարում է, որ հեսա Իսրայելը փլման է, Իրանը փլվելու է։ Ոնց էլի։ Այս առաջին քեֆս բերում է, չգիտեմ։ Վերադառնանք Հայաստան։ Սա ինչ-որ աղերդի քոչարի է։ Քեֆ սպերում է, չգիտեմ։ Մարդկա ներվայնանում է այս պատերից, բայց պարզվում է ամեն ինչ ստեղը։ Մենք լսենք սա։ Չերչիլը գեներալին հարցնում է, բա ուր է մշակույթի փողերը։ Ասում է սեր, բա չէ որ մենք պատերազմում ենք։ Ասում բայց ինչի համար են պատերազմում։ Հիմի նայեք տեսեք, ես կամաց անդրադառնում եմ այդ ձեր հարցերին մշակույթի։ Մեր մշակույթը էլի երիտ թուրքերի ձեռքն է։ Եթե մենք սրա համար չենք պայքարում, մեր պատերազմը, մեր կռվը, այս ամեն ինչը պահելու համար չի։ Բա ինչի համար, հա։ Իրոք։ Եթե ասենք սենց, մշակույթը մենակ պարը չի, մշակույթը մենք ենք, մշակույթը մեր ժառանգությունն է պատմական, մշակույթը մեր սովորություններն է, մեր իրար հետ շփվելու, իրար սիրելու ունակություններն է, մեր ինքնակազմակերպվելու, 44 օրյա պատերազմում միասին շնչելու, միասին արտաշնչելու, մեր զինվորի մասին միասին մտածելու, իր պարտությունով միասին լացելու ունակությունների մեջ է։ Սա է մշակույթը։ Հա, էս էլ է, հասկանում եք, բայց էսի ընդամենը սրա կազմակերպած ցուցադրությունն է։ Սա դրա ցուցադրությունը, ոչ մի ժողովուրդ սենց չի ապրում։ Գնացեք նայեք այնտեղ երկու թռվռան իր հետ կամ չեն թռվռա, սա է հասկացեք, այս ամբողջը փիլիսոփայություն է։ Եթե մենք սրա համար չենք կռիվ տալի, բա ինչի համար են կռիվ տալի։ Կուշտ ուտելու, կուշտ ապրելու, լավ հագնելու։ Արա ցանկացած երկրում գնացեք, ժողովուրդ, ես ձեզ երաշխավորում եմ, ես աշխարհն եմ մանեկել, գլոբուսի վրա տեղ չկա, չէ, կա։ Մի երկու տեղ կա, չեմ եղել։ Հնդկաստան չեմ եղել, ասենք, Նեպալ չեմ եղել։ Բայց ուր եղել է մնացածը։ Ժողովուրդ, հայերը լավ են ապրում այնտեղ։ Ավելի լավ, քան Հայաստանում։ Հասկացեք, եթե լավ ապրելն է, մենք բոլոր տեղերն ենք լավ ապրելու։ Բայց ոնց կարող է լավ ապրելը այտենց դա լինի նպատակը պատերազմի։ Չէ։ Պատերազմը կա լինի մենակ սեփական ուզած ձևով ապրելու, դա կարող ես թույլ տալ քեզ մենակ քո երկրում, քո պատմական երկրում, որտեղ ամեն ինչ քոնն է, որտեղ քո պապերի սարքած շինությունը դու կարաս 1000 տարի հետո տեսնես կամ տեսնես 1000 տարի առաջ քո պապերը ինչ են շինել քո համար, ոնց են մտածել, ինչ մաթեմատիկայի եւ ճարտարապետության են տիրապետել, ինչ ինժեներիայի են տիրապետել։ Սա է ապրելը, որ դու կարաս քեզ թույլ տաս քո ուզած ձևով, քո մշակույթի ձևով
ապրես ընդ ոչ մի երկրում դու դա չես կարող անես ոչ մի երկրի ջուրը խմելով քո մեջ քո հայրենիքի շունչը չի արթնանում հասկացեք ցանկացած մարդ ով սկսում է մի երկար ժամանակ ուրիշ երկրի ջուրը խմել ուրիշ հայա էլի հայա հասկացեք ջուրը փոխում է մարդուն օդը փոխում է արևը փոխում ամեն ինչն է փոխում նույն ծիրանը տարեք դրեք ուրիշտեղ ջրեք թող արևի տակ լինի ուրիշ բան է Հայաստանի ծիրանի նման ծիրան ոչ միտեղ չի աճում դրա համար է հայը ուրիշ ձևի հայ Հայաստանում ես չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկին բայց մենք բոլորս կտրվում ենք հեռանում ենք իրականությունից որովհետև ստեղ ենք մենք այսօր ընկերոջս հետ է խոսում Բրուկլինում ամիս ու կես էր ասում Հայաստանում ես չի ուզում վերադառնալ ասես չեմ կարող նույնիսկ ասեմ ինչի ես չէի կարող ես չէի ուզում վերադառնալ ասում ես տուն էի գնաց ասում դու տուն էի գնացել չէ բայց ասում հասկանում ես ամբողջ տարի ստեղ եմ ապրում ես չէի ուզում տնից գայի ասում ես գնացել էի տուն ես հասկանում եմ ինքն ինչ է ասում ես ուղղակի բզբզում եմ որ ինքը խոսա դու սա է մեր տունը իրոք որ եթե սա համար չենք պատերազմում բա ինչի համար է Շիրազին բազմիցս կանչել են Հայաստանի Կոմկուսի կենտրոն եւ սա ստել նրա հայոց դանթեականը եւ անի բանաստեղծությունները, որոնք բարձրացնում են հայ դատի ու կորուսյալ հողերի հարցը։ Մոսկվայի կողմից դիտվում են որպես վտանգավոր նացիոնալիստական քարոզություն, որը կարող է փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսօրվա ճիվաղներին վերաբերվում։ Այդօրինակ հանդիմանություններին Շիրազը պատասխանել է. եթե մի բանաստեղծի խոսքերից ձեր հզոր պետությունը պիտի դողա, ուրեմն դրա հիմքերը փտած են։ Ես չեմ վախենում պատերազմից, ես վախենում եմ լռությունից, որովհետև լռությունը հողն է, շուտ է հանձնում։ Այստեղ ինչ բառ կա։ Լռությունը հողն ավելի շուտ է հանձնում, քան զենքը։ Լռությունը մեր քանդեց մեր տունը։ Սա ավելի շուտ քանդեց մեր տունը, քան զենքը, քան դավաճանը։ Լռության քողի տակ ծնվեցին այդ դավաճանները։ Լռության քողի տակ են նրանք շարունակում իրենց ավերածություններ անել։ Լռում ենք, որտեղ վախենում են կորցնել ինչու մի բան։ Իսկ բուդդիզմը սենց հետաքրքիր սահմանում ունի։ Դու չես գտնի ոչինչ, եթե դու պատրաստ չես կորցնել։ Ինձ արդարացնում են ասում եմ Սիսիանում խոսում ենք չեմ էլ հիշում ով էր պատմում խոստովանում էին որ Նիկոլին են ընտրել որ աշխատանք չկորցնեն փաստորեն մարդը պատրաստ է երկիր կորցնի միենակ աշխատանք չկորցնի անբասացելի է սանենք Ini tasnavest vizellerüsünde sayılmasını yatırlarken yasak olmaz Sahalık sınav etsinler Haber veririm Haber vereceğim sana Comitas. Avena consecutif. Ես ամեն անգամ ինչ որ հենց մոտս կոնֆլիկտ է ստանում ներսիս, հա, ինչ անեմ, ոնց անեմ, անեմ թե չանեմ։ Ոս կոմիտասը sense հայտնվում աչքիս առաջ։ Իր համեստ ասկետիկ, զուսպ, թեթև ժպիտով դեմքով։ Տեսնամ եմ դեպս։ Ես ամաչում եմ իմ թուլության համար։
Պատասխանենք։ Այսօր մենք New York կոնկրետինում հավաքվեցինք եւ որոշեցինք, որ մենք հիմնում ենք մեր մշակութային կենտրոնը, որը պայմանականորեն ես իրեն ինքս իմ մեջ կոչել եմ դեպի Արարատ անունով։ Այսպես համախոհներով Երսկաչ տիկին, որը ժամանակին եկել օպերային թատրոնում, որ չնայած իր պատկառելի տարիքին չեն կարողանում դաշնամուրից ենքում տանել, կարոտած երկում էր մեր համար։ Երեք ընչի։ Օտարության մեջ մարդիկ նույնիսկ արտահայտվելու հնարավորություն չունեն։ Արտահայտվելու։ Դες դաժան բան է օտարությունը։ Մենք այդ հարցը պետք է լուծենք։ Եվ բոլոր նրանք, ովքեր ապրում են Նյու Յորք, Նյու Ջերսի տարածքում եւ ուզում են ինքնահարպայտվել, նվագում են, երգում են, չգիտեմ, ասմունքում են, պալում են, կապնովեք իմ։ Մենք սենց առաջամարտիկներով այսօր որոշեցինք, անում ենք մի բան, որ միջև հիմա երևի չեն արել։ Ես չեմ ուզում ասեմ ոչ մեկ չի արել։ Եթե նույնիսկ արել են, մենք շարունակում ենք այդ գործը։ Ես ուղղակի մը չեմ տեսնում դա, չեմ կարող ասել։ Կամ բերում ենք նոր մակարդակի։ Մի խոսքով, երբեք սա ավելորդ չի։ Այնպես որ ովքեր ուզում են դառնալ մեր թիմի անդամ, եւ մենք շփվենք իրար հետ, ինքնաճանաչվենք, լսենք իրար, հայանանք իրարով, զանգեք ինձ, այսօր համար սկսեմ լամնացեք։